բարև ձեզ հարազատներս, այսօր ուզում եմ պատմեմ իմաստությունից, որտեվ շատ եք հարցում, բժշկուй ջան, ես ինչ իմաստություն ունես, որտեղից է, պատմեմ, որ շատ հեշտ է դա ձեռք բերել, իհարկե տարիներ են պետք, բայց շատ հեշտ ձևով, ամենահեշտ ձևով, որով ես ձեռք եմ բերել, ու դրա համար պետք չի միլիոնավոր գրքեր կարդալ, դա եմ բացատրելու, ու ամենակարևոր բանը, որ ուզում եմ ասեմ, մեծ աշխատանքներ են տանում մարդուն վարկաբեկելու, ամբողջ աշխարհով մեկ հային վարկաբեկելու իր հերթին, մարդուն վարկաբեկելու, մանավանդ արհեստական բանականությունը, որ զարգանում է, մարդուն փորձելու է հնարավորինս նվաստացնել ու մարդ պետք է շատ ուժեղանա դրան զուգահեռ։ Հիշեցնեմ, որ ես մանկաբարձ գինեկոլոգ եմ, բժշկական գիտությունների թեկնածու, 21 տարի աշխատել եմ Մոսկվայի առաջատար կլինիկաներում, արդեն 2 տարի ինչ աշխատում եմ մեր երկրում։ Արդեն արհեստական բանականությունը սկսել է մարդուն խեղճացնել։ Արդեն մարդ առանցնել ես ինչեր չեր անում, իր որակը ընկել է, մարդու որակը ընկել է ամբողջ աշխարհով, մեկ մանավանդ հայերին է, ինչ եմ ասում մանավանդ հայերին, որովհետև այս աշխարհի շարժիչ ուժը հայերն ու հրեաներն են եղել։ Ուզում եք հավանեք, մի հավանեք, դա ձեր գործն է, հրեաները, ուրեմն այս աշխարհի շարժիչ ուժը հայերն ու հրեաներն են եղել ամբողջ աշխարհի պատմության մեջ, ու դա ապացուցված է, ու դա նես չի, որ ես հնարեցի, դուք դա չգիտեիք։ Ինչի են հայերն ու հրեաները եղել շարժիչ ուժը, կտակարանի հիմքով, որովհետև հրեաները հիմնվել են հին կտակարանի վրա, հին կտակարանի օրենքներով ապրել ու ով այդ օրենքներով ապրել է զարգացել, հոգևոր աճ է ունեցել ու աշխարհի շարժիչ ուժ է եղել, նույնն էլ հայերը, ովքեր որ հիմնվել են քրիստոնեության վրա, նոր կտակարանի վրա։ Ուրեմն իմ իմաստությունը ոչ մի ուրիշ արտարոց տեղերից չի, կտակարանը կարդալուց, օրը մեկ գլուխ կտակարան կարդալուց, այս է ամբողջ իմաստությունը։ Աշխարհի բոլոր գրականությունը, ինչ որ հայտնի իհարկե, հանրաճանաչ է, Դոստոևսկի կլինի, Տոլստոյ կլինի, որտեղից է դա։ Կտակարանի մի իմաստություն վերցրել են, իրենց շրջապատի մարդկանցից պահվածքի բանի մեջ ներդրել, պատմություններ սարքել, մի քիչ ճարտար լեզու վերջ ու դարել է շեդևր։ Աշխարհի գրականության գագաթնագետն են հասցրել։ Շատ վատ եմ զգում, որ ուրիշ ազգերն են այդտեղ։ Ես կուզեմ, լավ, Սարոյան ունենք, ամեն ինչ ունենք, բայց կուզեմ մենակ մեր լինի։ Այդպես կեղտոտ բաներ ունեմ, բայց շատ ներվայնանում եմ, որ ուրիշ ազգերը ուրիշ լավ բաներ ունեն։ Ու սա շատ կարևոր է, որ այս ներվայնությունն էլ ունենաք, դա էլ ձեզ փոխանցվի, որ հայը ու գիտեք ինչ, որ մեր որակ, ինչի համար են սենց անում, ինչի են այս աշխատանքները անում, որ դուք որակազրկվեք, որ ասեք, վայ դե հայերը սենց վատն են, որ հետո ով ուզի մեզ ղեկավարի, չի կարելի, ինձ պիտի ղեկավարի վերևներում նստի այն մարդը, որ ինձ կարա ներկայացնի ամբողջ աշխարհով մեկ։ Դրա համար եմ սրանից հետո իմ ուտելիքներս ցույց տալու, որտեվ մտածում եմ մենակ բժշկությունը, բայց մենակ բժշկությունով չի լինի, որ տեսնակ որակով հայը որն է, որը որակով հային պիտի որակով ձևով ներկայացնեք ամբողջ աշխարհին։ Էն էլ ես ամենալավ հայը չեմ, ես այն ամենամիջին հայն եմ, դրա համար եմ շեշտում, որ ես ընդամենը բժշկական գիտությունների տեխնացու եմ, որ այդքան վատ եք զգում, որ այդ նախաբանից, որ գիտեք, որ հայերի մեջ կան դոկտորներ, կան ակադեմիկոսներ, ես ընդամենը մանկաբարձ գինեկոլոգ բժշկական գիտությունների տեխնացու, 21 տարի աշխատել եմ Մոսկվայի առաջատար կլինիկաներում, բայց մենք այնքան հայեր ունենք Լոնդոնում, Նյու Յորքում, որտեղ ասես։ Հային պիտի հային հարիր ձևով ներկայացվի ու դրա համար դրա պատասխանատու մենք ենք, որ մենք ցույց տանք, որ ինձ չի կարելի այդպես տափակ ձևով ներկայացնել ամբողջ աշխարհով մեկ, որ մտածեն մեր հայ կանայք էս ձևի են, մեր հայ տղամարդիկ էսպիսին են, դրա համար մենք ինքներս մեր որակը պիտի բարձրացնենք։ Հիմա այս արհեստական բանականությունը որ եկել է, դա շատ դժվար է լինել, որովհետև այդ արհեստական բանականությունը ամեն ինչ անելու է, որ դու չշարժվես տեղից, որովհետև ինքը արդեն ամեն ինչ գիտի։ Ուրեմն ամենակարևոր բանը, որ ես տեսահոլովակով կուզեմ ձեզ ասնել, որ արհեստական բանականությունը ոչ մի բան չի հնարում։ Ոչ մի բան կարող է իրար կպցնի, այն ինչ որ մարդ հնարել է հազարամյակների ընթացքում, ու բերի դրանով մարդուն նվաստացնի։ Օրինակ մարդ ուզելու է տուն սարքի, տանջվելու է տունը սարքելու է, բայց վերջացնի արհեստական բանականությունը մինենց տներա բերելու նկարներ, բան, որ հիասթափի ասի, այս այսքան տանջվեցի 20 տարի ոչ մի արդյունքի չհասա։ Արհեստական բանականությունը բերում այս 5000-ամյակների լավ տների մասերը իրար կպցնում, բերում քեզ որ նվաստացնի։ Մենք ինչ պիտի անենք, որ չնվաստանանք, ված չզգանք, մենք պիտի շարունակենք ստեղծագործել, շարունակենք գրիչ թուղթ վերցնել ու գրել, որ գլուխներս աշխատի։ Այդ շատ կարևոր է, այս մարդիկ հիմա այս
հազարամյակ ասեմ, ինչ ասեմ, այս մեր ժամանակակից մարդիկ թուղթ գրիչ չեն բռնում, տառերը չգիտեն որ գրեն։ Դրա համար թուղթ ու գրիչ անընդհատ ձեռքների տակ լինի։ Անընդհատ մի բան գրեք, որտեղ գլուխն ու ձեռքը իրար հետ կարևոր աշխատանք է կատարվում։ Ու ստեղծագործելը սա շատ կարևոր է։ Մեր մոտ ինչ են անում մարդիկ, որ որակազրկվել են։ Տղամարդիկ ինչ են, ասած պառնոգրաֆիա են նայում։ Ով չի կարա դա անի, ով չի կարա անի։ Ու հետո շատ զարմանում, որ էներգիաս բերին, էներգիաս տարան, առավոտից իրկուն էներգիայից են խոսում, որ էներգիա չունեն։ Ձեզ էներգիա որտեղից պիտի լինի։ Էլ բժշկական գրականություն ասեմ, էլ գեղարվեստական գրականություն, էլ հոգևոր գրականություն, բոլոր տեղ գրած է, որ դուք ձեր հաճույքների հետևից գնում եք, դրանից հետո մեծ տրտմություն է լինում։ Իհարկե պետք է էներգիայով զրկվեք։ Ու շատ զարմանում են, որը ոչ մի հաջողության չեն հասնում։ Որտեղից այդ հաջողությունը կլինի։ Կանայք են, վայ, մի գուչին հակնում են, գնում, որ են մնացածին սպանեն, գնում տեսնում են տեղել Պրադա են հայկել, իրանք են վատանում, գալիս են գնում, հիվանդանում, վայ, բժշկուի ջան, էներգիաս տարան, էներգիաս բերին, ես մեկը տարավ, վայ, դու որ գուչին հակնում ես, դու չես ստեղծագործում, դու գուչի ստեղծագործածը, գուչին զարգանում է դրան, իսկ դու դրա ստեղծագործած, ոնց դատար գլխով հակել ես այդ գուչին, նույն դատար գլխով էլ գնում ես այն մյուսին ցույց ես տալիս։ Ցույց եմ տալու ինչ եմ հակնում։ Ամբողջ ձմեռ երկու ձեռք շոր եմ հակնելու։ Իրար ուղակի լվանալու եմ այն մյուսը հակնեմ սպորտային, որովհետև վրայից վերարկու եմ հակնում, գնում բժշկական հիմնարկում փոխում բժշկական շորեր հակնում։ Այդ համեմատությունը իրար, որ ես գնամ սախից սիրունը լինեմ, որ ես այդ 20 տարեկանում էլ սախից սիրունը էլի մոտ չի եղել։ Մինչև 20 տարեկան իրոք դա աճ է, մարդ աճում է։ 20 տարեկանում ինչն եմ հիշում, որ 4-5-րդ կուրսում իմ ընկերուհիները արդեն սկսեցին քիչ-քիչ ամուսնանալ։ Ու ես ինչ եմ մտածել այդ ժամանակ, որ վայ ինչ լավ է, թող սաղ ամուսնանան, վերջում ես ամուսնանա, որ հանկարծ չլինի իմ հարսանիքին մեկը առանց ամուսնանալ լինի տրտմի։ 20 տարեկան ոչ թե ինձ սենց բան իմաստուն ստեղծել էին, ձեզ տենց տկարամիտ, ոչ։ Կտակարան օրը մի գլուխ կարդացել եմ, էդից իմաստություն ա տվել, հասել եմ, որ այդ ես ամենասիրունը լինեմ, դուրս եմ եկել։ Ու հետո զարմանում եք, բա էներգիաս տարան, էներգիաս բերեցի, ուրեմն էներգիան պետք է ստեղծագործես։ Նես չի որ այս իմ ամբողջ տան իրերը որ հավաքենք 4 հատ գուչի շոր չի լինի։ Չկա այդքան այդ գումարի ապրանք ստե։ Մարդ պետք է ստեղծագործի, արհեստական բանականության հետ համատեղ ապրել ու մարդ լինել, քեզ մարդ զգաս, առաջի բանը պետք է իմանաս, որ ինքը չի ստեղծագործում։ Ինքը մարդու ստեղծագործությունները բռնելու է քեզ փորձի դրանով նվաստացնել ոչ մի ձևով, դու անընդհատ պետք է ստեղծագործես։ Իհարկե սկզբնական շրջանում շատ գեշ են լինելու, ինչ անես, այդքան էլ որակոչի լինելու, բայց ես օրինակ 5 տարվա վարակույր կարելու ստաժ ունեմ։ Փորձ ունեմ, իհարկե այն սկզբնական շրջանում ինչ ա եղել ու հիմա ինչ է, ու եթե շարունակեմ դրանով զբաղվել, չեմ ասում որ սաղս պիտի վարակույր կարենք ու գործենք։ Հիմա ինչ կուզեք, երեխա բերեք, գործ արեք, ստեղծագործեք։ Ձեր աշխատանքի արդյունքները տեսնան, որ դուք դրանով ձեզ մարդ զգաք, ու շատ կարևոր է սա։ Շատ կարևոր է, որ մենք այս հայի անունը այս տարի, այ 26 թվականն է գալիս, դա մեր մոտ առաջադրանք լինի, որ մենք մեր որակը ամեն օր մենք նախորդ երեկվա համեմատ իմ որակը բարձրացնենք, ոչ թե նայում տեսնամ ում հանդեպ եմ որակս բարձրացնում, ոչ, դրանում շահել չի լինելու, ոնց որ Կարլ Փաչվանկյանը ամենալավ ինքն է ասել, Ռոժ ջան դու շատ լավն ես, բայց քեզնից լավն էլ կա, չէ, լավից լավն էլ կա, չէ, դուք ամեն օր ձեր վրա աշխատում եք, հաճում ենք, հուսամոքտակար էր մեծ հույսերով կհանդիպենք նորից բարի օր բոլորիդ։